1991 թվականի դեկտեմբերին, երբ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց, ԽՍՀՄ պաշտոնապես դադարեց գոյություն ունենալուց։ Սակայն իրական տնտեսական փլուզումն սկսվեց մի փոքր ավելի ուշ։ 1992 թվականի հունվարին, երբ Բորիս Ելցինը գործարկեց այսպես կոչված շոկային թերապիան, մեկ գիշերվա մեջ ազատականացնելով գները։ Արդյունքն աղետալի էր։ Ինֆլյացիան որոշ դեպքերում հասնում էր տարեկան 2500%-ի, իսկ մարդկանց տարիների խնայողությունները բառացիորեն զրոյացան։ Բայց հենց այս քաոսի մեջ ձևավորվեց մի խավ, որը ոչ թե կորցրեց ամեն ինչ, այլ հակառակը, սկսեց կուտակել հսկայական հարստություն։ Հայաստանում իրավիճակն էլ ավելի ծայրահեղ էր։ 1992-1995 թվականներին երկիրն անցնում էր էներգետիկ ճգնաժամի միջով, որը մեր հիշողության մեջ մնաց որպես մութ ու ցուրտ տարիներ։ Երևանում օրական լինում էր ընդամենը 2-ից 3 ժամ էլեկտրականություն, իսկ 1993 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել էր մոտ 50%-ով։ Միջին ամսական եկամուտը կազմում էր ընդամենը 30-ից 35 դոլար։ Այն իրավիճակում, որտեղ հասարակության մի մասը պայքարում էր սովի դեմ, մյուս մասն սկսում էր դիզել իր առաջին միլիոնները։ Առաջին մեծ ոսկու հանքը պետական գույքի սեփականաշնորհումն էր։ 1992-1994 թվականներին նախկին ԽՍՀՄ տարածքում մեկնարկեց վաուչերային սեփականաշնորհումը։ Յուրաքանչյուր քաղաքացի ստանում էր վաուչեր, որը տեսականորեն նրան տալիս էր գործարանի բաժնետեր դառնալու իրավունք։ Բայց իրականում մարդկանց մեծ մասը լինելով ծայրահեղ կարիքի մեջ այդ վաուչերները վաճառում էին ծիծաղելի գներով, երբեմն ընդամենը մի քանի դոլարով, հացի փող ունենալու համար։ Այդ պահին խաղի մեջ մտան մարդիկ, ովքեր մեծ քանակությամբ ունեցվածք սեփականացրեցին։ Օրինակ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինն ու Անատոլի Չուբայսը 1995 թվականին իրականացրեցին բաժնետոմսեր վարկերի դիմաց հայտնի սխեման, որի արդյունքում հսկայական ընկերություններ, ինչպիսիք էին Նորիլսկ նիկելը, անցան մի քանի հոգու վերահսկողության տակ, իրական արժեքից տասնյակ անգամ էժան գնով։ Սխեմայի տրամաբանությունը պարզ էր, պետությունը պարտք էր վերցնում բանկերից, որպես գրավ դնելով իր խոշոր ձեռնարկությունները։ Երբ պարտքը չէր վերադարձվում, այդ գործարանները մնում էին այդ նույն բանկերի ձեռքերում։ Հայաստանում գործընթացն ավելի ոչ ֆորմալ էր, բայց նույնքան կոշտ։ Խորհրդային հզոր գործարանները տեքստիլից մինչև մետաղամշակում կանգնած էին։ Շատ դեպքերում դրանց տնօրենները կամ տեղական ազդեցիկ դեմքերը պարզապես վերցնում էին վերահսկողությունը, սարքավորումները վաճառելով որպես մետաղի ջարդոն կամ օգտագործելով կապերը սեփականաշնորհումն իրենց օգտին շրջելու համար։ Այսպես բազմաթիվ արտադրական տարածքներ 90-ականներին ձեռք բերվեցին գրեթե անվճար, իսկ հետո վերածվեցին պահեստների, շուկաների կամ առևտրի կենտրոնների։ Մարդիկ, ովքեր երեք աշխատում էին պետության համար, հաջորդ օրն արդեն այդ նույն ակտիվների սեփականատերերն էին։ Բայց ամենահետաքրքիրը վաուչերների հավաքագրման մեխանիզմն էր։ Մարդիկ բառացիորեն շրջում էին թաղերով ու գյուղերով, առաջարկելով սնունդ, վառելիք, օղի կամ չնչին գումար և դրա դիմաց հավաքում էին հարյուրավոր վաուչերներ։ Որոշ դեպքերում մարդիկ բեռնատարներով օղի էին բերում և փոխանակում վաուչերների հետ, արդյունքում տիրանալով ամբողջական գործարանների։ Սա արդեն բիզնես չէր, սա համակարգի հիմնարար վերաշարադրում էր։ Երկրորդ մեծ հնարավորությունն արժույթի քաոսն էր։ 1992-1994 թվականներին ռուբլին և նորաստեղծ տեղական արժույթները գրեթե արժեք չունեին։ Մարդիկ սկսեցին անցնել դոլարի։ Այդ տարիներին Ռուսաստանում դոլարի շրջանառությունն այնքան մեծ էր, որ այն համարվում էր ԱՄՆ-ից դուրս ամենադոլարիզացված տնտեսություններից մեկը։ Հայաստանում իրավիճակը նույնն էր։ Շուկաներում գները նշվում էին դոլարով, իսկ խնայողությունները պահվում էին կամ դոլարով կամ ապրանքի տեսքով։ Այս իրավիճակում նրանք, ովքեր կարողանում էին արագ փոխարկել արժույթը կամ կանխատեսել տատանումները, ստանում էին աստղաբաշխական շահույթներ։ Այստեղ էր թաքնված ամենակարևոր գաղտնիքը։ Այս մարդիկ պարզապես բիզնեսմեններ չէին։ Նրանք հասկացել էին մի բան, որը մեծամասնությունը չէր ընկալել, երբ համակարգը փլվում էր։ Օրենքները ժամանակավորապես անհետանում են, եւ ով առաջինն է հարմարվում նոր խաղի կանոններին, նա էլ վերցնում է ամեն ինչ։ Հայաստանում դա դրսևորվում էր շատ կոնկրետ օրինակներով։ Նա, ով կարողանում էր վառելիքներ կրել Իրանից, դառնում էր միլիոնատեր։ Նա, ով ուներ կապեր մաքսատանը, վերահսկում էր ամբողջ ներմուծումը։ Նա, ով կարողանում էր սոված մարդկանցից գնել մի ամբողջ շենք, հետագայում այն վարձակալությամբ էր տալիս։ Հարստությունը կառուցվում էր ոչ թե տարիներով, այլ ամիսների ընթացքում։ Բայց ինչու հենց այս մարդիկ հարստացան, իսկ մյուսները ոչ։ Պատասխանն արդեն ուրվագծվում է, բայց ամբողջական պատկերի համար պետք է ավելի խորը սուզվել։
Հաջորդիվ կքննարկենք կոնկրետ մարդկանց պատմություններ, անուններով, թվերով եւ այն իրական գործարքներով, որոնք փոխեցին տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը։ Եթե առաջին մասում քննարկում էինք համակարգի փլուզումը, ապա այստեղ սկսվում է ակտիվների իրական վերաբաժանումը։ 1992-1995 թվականներին Հայաստանը փաստացի էներգետիկ շրջափակման մեջ էր։ Թուրքիան ու Ադրբեջանը փակել էին սահմանները, երկաթուղին չէր գործում, իսկ Մեծամորի ատոմակայանը ժամանակավորապես կանգնեցված էր։ Այս պայմաններում վառելիքը դարձավ սև ոսկի։ Բենզինի գինը կարող էր մի քանի օրում կրկնապատկվել, իսկ որոշ տեղերում այն պարզապես դեֆիցիտ էր։ Այս ճգնաժամի ֆոնին սկսվեց վառելիքի զանգվածային ներկնում Իրանից եւ Վրաստանից, հիմնականում ոչ պաշտոնական ճանապարհներով։ Սա սովորական առևտուր չէր։ Սա մի շղթա էր, որը պահանջում էր վերահսկողություն ներմուծման, պահեստավորման եւ բաշխման ողջ ընթացքում։ Այս ոլորտում իր սկզբնական կապիտալը ձևավորեց Միքայել Բաղդասարովը, ում հարստությունը հետագայում հասավ հարյուրավոր միլիոնների։ Սակայն էլ ավելի ազդեցիկ դարձավ Սամվել Ալեքսանյանը։ 90-ականների կեսերին նա սկսեց զբաղվել շաքարի, ալյուրի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ներմուծմամբ։ Քանի որ շուկան անկառավարելի էր, մատակարարում ապահովողը ձեռք էր բերում բացարձակ իշխանություն։ Տարիների ընթացքում նա դարձավ շաքարի շուկայի մոնոպոլիստ, իսկ նրա կարողությունը գնահատվեց 200-ից 300 միլիոն դոլար։ Մյուս առանցքային կերպարը Գագիկ Ծառուկյանն էր, ով իր գործունեությունը սկսեց արտադրության, ներմուծման եւ շինանյութերի առևտրի ոլորտում։ Նրա հիմնադրած Մուլտիգրուպը վերածվեց բազմամիլիարդանոց կայսրության, որը ընդգրկում էր ամեն ինչ՝ գազալցակայաններից մինչև խաղատներ եւ ցեմենտի գործարաններ։ Նրա հարստությունը տարբեր տարիներին գնահատվել է 500 միլիոն դոլարից մինչև 1 միլիարդ դոլարի։ Այս մարդկանց հարստացման մեխանիզմները հենվում են 4 սյուների վրա։ Առաջինը՝ մոնոպոլիստներ քաոսի մեջ։ Երբ պետությունը թույլ է, շուկան վերահսկում են անհատները, ձևավորվեցին փակ շուկաներ, որտեղ առանց համակարգի մեջ լինելու հնարավոր չէր բիզնես անել։ Մաքսային վերահսկողություն։ Ապրանք ներկրելու համար պետք էր ճիշտ կապեր ունենալ սահմանին, որպեսզի բեռը չհապաղեր կամ լրացուցիչ խնդիրներ չառաջանային։ Էժան ակտիվների գնում։ Մարդիկ ստիպված վաճառում էին իրենց բնակարաններն ու գործարանները չնչին գներով։ Նրանք, ովքեր այդ պահին կանխիկ փող ունեին, փաստացի գնում էին ապագան։ Ստվերային պաշտպանություն։ Բիզնեսը չէր կարող գոյատևել առանց ուժային կամ քրեական կառույցների թիկունքի, ինչն ապահովում էր մրցակիցների բացակայություն եւ հարկերից խուսափելը։ Այս նոր հարուստները հաջողեցին ոչ միայն խելքի, այլև ռիսկի դիմելու կարողության միջոցով։ Նրանք հայտնվեցին ճիշտ պահին, ճիշտ տեղում եւ չվախեցան խաղալ մի խաղ, որը շատերի համար մահացու վտանգավոր էր։ 1995 թվականից հետո Հայաստանը սկսեց դանդաղ դուրս գալ ճգնաժամից, բայց տնտեսության հիմնական հատվածներն արդեն բաժանված էին։ Գումարը վերածվում էր քաղաքական իշխանության։ Էներգետիկ համակարգը դարձավ ամենամեծ լծակը։ Էլեկտրացանցերի մասնավորեցումը եւ դրանց անցումը ռուսական կառավարմանը ստեղծեցին մի իրավիճակ, որտեղ խոշոր խաղացողները վերահսկում էին ոչ միայն փողը, այլև սակագներն ու քաղաքական ազդեցությունը։ Միաժամանակ Խորհրդային Միությունից մնացած գործարանները դարձան արագ փողի աղբյուր։ Դրանք ապա մոնտաժվում էին եւ որպես մետաղի ջարդոն վաճառվում արտերկրում։ Երբ տնտեսությունը սկսեց շնչել, շինարարությունը դարձավ ամենաեկամտաբեր ճյուղը։ Գագիկ Ծառուկյանի կողմից Արարատ ցեմենտի ձեռքբերումը ռազմավարական քայլ էր։ Նա սկսեց վերահսկել շինարարության հիմնական հումքը։ 2000-ականների սկզբին արդեն ձևավորվել էին հատուկ մոնոպոլիաներ։ Եթե վերահսկում ես շաքարը կամ ցեմենտը, դու վերահսկում ես մարդկանց առօրյան եւ պետության զարկերակը։ Այս փուլում տեղի ունեցավ ամենակարևոր փոփոխությունը։ Բիզնեսմենները դարձան падգամավորներ եւ իշխանության մաս։ Ստեղծվեց մի փակ շրջան, որտեղ քաղաքականությունը պաշտպանում էր բիզնեսը, իսկ բիզնեսը ֆինանսավորում էր քաղաքականությունը։ Մինչ հասարակ մարդու աշխատավարձը դեռ 30-ից 35 դոլար էր, խոշոր գործարքները բերում էին միլիոնավոր դոլարների շահույթ։ Տարբերությունը հասարակ քաղաքացու եւ նոր էլիտայի միջև դարձավ անդունդային։ 90-ականների վերջին քաոսը փոխարինվեց ստվերային կարգավորումներով։ Բիզնես անել առանց պաշտպանության անհնար էր։ Դա ենթադրում էր որոշակի տոկոսի վճարում կամ համագործակցություն ուժային կառույցների եւ ազդեցիկ անհատների հետ։ Այս համակարգում առանցքային դեր ունեին այնպիսի մարդիկ, ինչպիսին էր Մանվել Գրիգորյանը, ովքեր համատեղում էին ռազմական փառքը տնտեսական ազդեցության հետ։ Բիզնես կոնֆլիկտները հաճախ լուծվում էին ոչ թե դատարաններում, այլ ճնշումների ու սպառնալիքների միջոցով։
Պարադոքսալ է, բայց այս օլիգարխիկ մոդելը նաև որոշակի կայունություն բերեց։ Երբ շուկաները բաժանված են, գները դառնում են կանխատեսելի, իսկ մատակարարումները կայուն։ Սա թույլ տվեց 2000-ականների տնտեսական աճը։ Սակայն այդ հարստությունը կենտրոնացված էր խիստ սահմանափակ թվով մարդկանց ձեռքում։ Հաջողության հասնելու համար պետք էր ունենալ կապեր։ Այս սկզբունքը դարձավ հասարակական նորմ։ Այսօր 90-ականների քաոսը թվում է հեռավոր անցյալ, բայց դրա հիմքերը դեռ կենդանի են։ Այն տարիներին կուտակված կապիտալը վերածվեց կայուն համակարգի։ 2000-ականների շինարարական բումն ու տնտեսական աճը սպասարկում էին հենց այդ մարդկանց շահերը, ովքեր 90-ականներին տիրացել էին շուկաներին։ Արդյոք հնարավոր էր խուսափել այս ամենից։ Տեսականորեն այո, եթե սեփականաշնորհումը լիներ թափանցիկ ու արդար, բայց իրականում քաոսը հաղթատուղ տվեց առավել ագրեսիվներին։ Մարդիկ հարստացան ոչ միայն աշխատասիրության, այլև համակարգի փլուզման պահը ճիշտ օգտագործելու շնորհիվ։ Այս պատմությունը միայն անցյալի մասին չէ։ Սա դաս է այն ամենի մասին, թե ինչ է պատահում, երբ պետությունը թույլ է, իսկ օրենքները անկայուն։ Վերջում մնում է միայն մեկ հարց, որին պետք է պատասխանենք ինքներդ։ Եթե դուք լինեիք 1992 թվականի Հայաստանում, մութ ու ցուրտ տարիներին, առանց փողի ու կանոնների, կփորձեիք խաղալ այդ դաժան խաղը, թե պարզապես կփորձեիք գոյատևել։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։